Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բանին ես զրուցում եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մարգարյան մեզ միանալու համար, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության խորհրդի առաջարկով կամ դիմումով իրենց իսկ կուսակցությունը ներկայացնող պատիվ ունեմ խմբակցությունը առաջադրեց թեկնածու իմպիչմենտի, այսպես կոչված իմպիչմենտի գործընթացի համար Դավիթ Համբարձումյանին, Մասիսի համայնքապետին, միանգամից ասեմ, որ որպես մարդ Դավիթի վերաբերյալ այդպես դրական կարծիք ունեմ, որպես քաղաքական գործիչ կամ նման վիճակում գտնվող երկրում վարչապետի հավակնորդ, իհարկե շատ խորը կասկածով եմ վերաբերվում նպատակներին իրեն առաջադրողներին, որովհետև մի կողմից ասել, որ երկիրը աղետալի վիճակում է, մյուս կողմից քաղաքականության մեջ անհայտ որևէ մեկին առաջադրել իբրև վարչապետի թեկնածու, անհասկանալի է, այնուամենայնիվ ձեր գնահատականները դուք ամենաշատն եք հետևում այս գործընթացին, գնահատականներ տալիս, վերլուծություններ անում, խնդրեմ։ Շնորհակալություն։ Անկեղծ ասած, ինչպես դուք ասացիք, անվանել դեցել, որ ես խնդիր չունեմ, անձամբ չեմ ճանաչում, բայց վստահ եմ, որ չափազանց լավ անձնավորություն, այսինքն անձնական տվյալների մասին ոչ մի խոսք չկա, բայց պիտի ասեմ, որ ինձ համար էլ նույնպես այդ անունը անակնկալ էր, երեք այդպես ասել եմ, ամենավերջին անունը, որ կարելի էր որից մեկի մտքով անցնել այս իմպիչմենտի արդյունքում կարող է որպես ընդդիմության այդպես ասած տեխնացու ներկայացվել իմպիչմենտի համար եւ դառնալ Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետը եւ փոխարինել Նիկոլ Փաշինյանին եւ հույս ունենալ, որ ԿՊԱԿ-ները եւ ժողովուրդը իր շուրջ այդպես ասած այդ պահանջված կոնսոլիդացիան կունենա այդպիսի մի խարիզմատիկ դեպք բան, այդ անունը կարծում եմ ամենավերջին անունն էր, որից մեկի մտքով կարող էր անցնել, որ կարելի է նրան պատկերացնել այդ դիրքի մեջ, բայց հիմա այդ անունը ներկայացրեցին եւ կարծում եմ բոլորս սկսեցինք զարմանալ եւ կարծում եմ պետք է փորձել գտնել պատճառները, թե ինչու են հիմա հիմնականում կանգ առել այդ անվան վրա, որտեղ այդ ընթացքում բազմաթիվ տարբեր անուններ մատնանշվեցին, սկսված հենց իրենց կուսակցությունից մինչև ասի կուսակցությունից դուրս գտնվող անձինք, ովքեր ժամանակաշրջանի ընթացքում իրենց անունները շատ է, այսպես ասած, հոլովեն դրանց անունները մեկ-մեկ պետք չի լինի տալ, բոլորս գիտենք։ Ես կարծում եմ հիմա երեկվա, եթե ինչ-որ այդպես զարգացումներ, որ եղավ, մի քիչ կասկածով էին այն, որ հիմնականում ինչ կարելի է լինել սրա նպատակը Դավիթ Համբարձումյանի անունով, բայց կարծում եմ հիմա մի տեսակ հստակեցում արդեն կա այս ամեն ինչի մեջ։ Ես քիչ առաջ գրառում էր կատարելի Facebook-ում, երեք Նարեկ Մալյանը ուրեմն Արթունենք շարժման այդ առաջնորդներից մի հատ լայվ ունեցել եւ կարծում եմ այդ լայվը եթե ուշադրությամբ լսենք, այդտեղ շատ փակագծեր բացվում է եւ հստակ է դառնում, որ այս ամբողջ ամիսների այս աշխատանքը, որ տարվել է, ինչ է եղել։ Հիմնականում եղել է մեկ անվան տակ ստորագրություններ հավաքել, բայց որևիցե նախաձեռնություն էլ ազգային ժողով չպետք է մտնի եւ որևիցե իմպիչմենտի խնդիրը այս ընթացքում ես կարծում եմ չէր կարող լինել։ Այլապես Դավիթ Համբարձումյանի անունը տալը անիմաստ է։ Ես կարծում եմ ընտրել են իրենց կուսակցության մեջից ինչ-որ մեկի, որի այդպես ասած բերել այդտեղ զուհաբերել սեղանին, որևիցե մեկին վնաս չի պատճառելու ոչ իրենց կուսակցությանը, իրենք ամեն դեպքում վերջում կարող են ասել մենք մի հատ շարժում ձևավորեցինք, մի հատ նախաձեռնություն ստեղծեցինք, դրանք ազգային ժողով մեկ հատ չստեղծեցինք, դու 4-5 հատն եք արել, մենք էլ մի հատն ենք արել, չի հաջողել, բայց խորքում դրա հետին նպատակը ինչ-որ ուրիշ բան է եւ դրա ինչ-որ անվան շուրջ ունենալ Հայաստան դաշինքի ստորագրությունները եւ հետագային այդ գործընթացը չպետք է մտնի բնականաբար ազգային ժողով, պատրվակներ իրենք արդեն վերջին իրենց հարցազրույցների ժամանակ շատ հստակ ասել են այդ Ղարղազարյանը, որ մենք քո խենթ չենք, գիժ չենք 36 ստորագրությամբ նախաձեռնություն տանենք ազգային ժողով, կսպասենք, որ ավելի շատ ԿՊԱԿ-ների ստորագրություններ կհավաքենք տակը, հետո կտանենք ազգային ժողով։ Դե պարզ է, որ այդ ԿՊԱԿ-ները չեն գալու այդ նախաձեռնության տակ ստորագրենք, այդ նախաձեռնությունն էլ ընդհանրապես ազգային ժողով չի մտնելու։ Թե ինչու այդ անվան այդ ստորագրությունների հավաքել, ես կարծում եմ շատ պարզ է։ Հաջորդ ընտրությունների հիմա կարևոր չի անունը ով կլինի, ինչ որ անվան տակ ունենալ Հայաստան դաշինքի եւ բնականաբար նրա քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ստորագրություն, ինչ որ միասնական տեխնացուի շուրջ, մի քանի ամիս անց արդեն կասեն դե ժամկետն անցել է, հնարավոր չի
էլ impeachment անել ժամանակը ուշ է, բայց ընտրությունները հիմա պետք է մեկ տեխնացով գնանք հասնենք ընտրությունների, բայց ունենք արդեն միասնական տեխնացու Հայաստան Դաշինքների ատակ ստորագրությունները դրել է։ Այդ փուլում, եթե Հայաստան Դաշինքը փորձի հրաժարվել իր ստորագրություններից, լուրջ խնդիրներ ունենալու, որտեղ սկսելու են հետո շահարկումներ անել, որ դե տեսակ իմ այլ միասնական տեխնացու կար, չեք պարակտում եք, չեք ուզում միասնական տեխնացուով գնալ։ Այն ժամանակ ես կարծում եմ հիմա այդ խնդիրը, որ կարծում եմ Երևանի շրջանառվում է, որ հստակ ժամկետներ պետք է դնի, կարծում եմ Սերան Օհանյանի հայտարարության մեջ շատ հստակ էր, որ ողջամիտ ժամկետներում քննարկումներ պետք է ունենանք այս նախաձեռնությունը մտնի ազգային ժողով, եւ ի դեպ առաջին անգամը չի Աղվան Վարդանյանն էլ եթե չասեմ երկու շաբաթ առաջ իմ նիմնեմի այդ ոդքասթի ժամանակ նույն պահանջը դրեց, որ որոշեք ամեն մարտագլուխ կպականի համար որքան ժամանակ եք ուզում ստորագրություն ստանալու, այդքան ժամկետ ճշտեք, որից հետո բնականաբար այդ ստորագրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Ես հիմա կարծում եմ կարելի է շատ ավելի հստակ ասել եւ մի կարևոր փաստ էլ եմ ես ուզում արձանագրել, ինչու Դավիթ Համբարձումյանի անունը շատերից գուցե աշկից վրիպել այս փաստը։ Այս պահին հաջորդ ընտրությունների համար հաջողության մեկ մոդել է շրջանառության մեջ տրվել հասարակության մեջ, որը հաջողությամբ կարողացավ Նիկոլին ինչ-որտեղ իշխանությունից զրկել, դա Գյումրի ընտրությունների մոդելն է, որտեղ ընդդիմությունը տարբեր դեմքերով մասնակցում ընտրությունների, ամեն մարդ կարողանում է իր ընտրազանգվածին բերել, իսկ վերջում արդեն ձայները կենտրոնացնում են ընտրություններից հետո այն անձի շուրջ, ով ամենաշատ ձայնն է բերել, եւ դրանից Նիկոլից կարողանում են իշխանությունը վերցնել։ Երևանի ընտրությունների ժամանակ ուրեմն Մայր Հայաստան Դաշինքը փորձեց այդ գործն անել, բայց դժբախտաբար դոգի պատճառով դա չստացվեց, վերջի փուլում կարողացան ուրեմն դոգի ձայները գողանալ տանել եւ Ավինյանը մնաց քաղաքապետ, բայց ասենք Գյումրի դեպքում այդ մոդելը հաջողությամբ աշխատեց։ Բայց մեկ հիմա ուրիշ մոդել էլ կա հաջողության, որը հենց Մասիս համայնքի մոդելն է, այսինքն այնտեղ եթե հիշեք, եթե չեմ սխալվում, խնդրում եմ ինձ ստուգեք, եթե սխալվում եմ, երկու ընդհանրապես տեխնացուներ կային, այսինքն մեկը հենց Դավիթ Համբարձումյանն էր եւ մյուսներ ԿՊԱ-ականների տեխնացուներ, որ ընտրությունների մասնակցել էին, երկու հիմնական տեխնացու կար, ուրիշ մեկը չկար։ Իսկ Դավիթ Համբարձումյանն էլ որպես Դավիթ Համբարձումյանի դաշինք էր մասնակցել, հանրապետական կուսակցության անունից չէր մասնակցել։ Եվ դրա արդյունքում ժողովուրդը եթե ուներ երկու ընտրություն, ասենք ոչ ԿՊԱ-ականի եւ ԿՊԱ-ականի միջեւ, բնականաբար գնացել էր ոչ ԿՊԱ-ականներ ընտրել։ Հիմա այս մոդելն էլ կա, ես կարծում եմ փորձում են հաջորդ ընտրությունների համար այն հաջողած մոդելի փոխարեն գործարկել այս մոդելը եւ Դավիթ Համբարձումյանի գուցե այդպես ֆիգուրով, որը մի անգամ գուցե այդ մոդելով ինքը կարողացել է Մասիսում հաղթանակ տանել, բայց ուզում եմ ասել, որ սա մի քիչ շատ ծիծաղելի մոդել է, որտեղ Մասիս համայնքում թափել թե սխալում 26-27 հազար հոգու, 27 հազար հոգու մասնակցություն է եղել, 1000 ձայնի տարբերությամբ է, որ Դավիթ Համբարձումյանը կարողացել է այնտեղ հաղթել 14000, 13000-ի դիմաց այդպես մի մոտավորապես մի ձայն է եղել այնտեղ։ Ամեն դեպքում ես կարծում եմ այսքանով բավարարում եմ, եթե ուրիշ հարցումներ ունեք, սիրով։ Պարոն Մարգարյան, ընդամենը մեկ ամիս առաջ հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ոչ ինքը հավակնություն ունի իշխանություն գալու, ոչ իր թիմակիցները, հա, եւ մեկ ամիս հետո իրենք իրենց թիմի ներկայացուցիչին առաջադրում են վարչապետի տեխնացու։ Սա երկու բան կարող է նշանակել, հա, կամ ի սկզբանե ուրիշ պլաններ են եղել եւ ընթացքում այս մեկ ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել եւ իրենք ստիպված են եղել հանրապետականից տեխնացու առաջադրել, կամ իրենք էլ լավ են հասկանում, որ այս գործընթացը ոչ մի բան է եւ իրենք որևէ պարագայում իշխանության չեն գալու, չնայած այս պարագայում էլ ուղերձը գոնե իշխանության գալու ցանկությունն է, հա, բանի, եթե առաջադրվում ես, ուրեմն ուզում ես իշխանության գալ։ Ավելի հավանական ես համարում եմ առաջին տարբերակը, որ եղել են այլ պլաններ եւ որոշակի փոփոխություններ են եղել։ Օրինակ ես ունեմ տեղեկություններ, դուք խոսեցիք առաջադրման ժամկետների մասին, ես ունեմ այսպիսի տեղեկություններ, որ հանրապետականը փորձելով ստանալ Հայաստան Դաշինքի ստորագրությունները, տեխնացուի հարցը պահելու էր միջև աշուն, ենթադրելով, որ Աշտանը աշխարհաքաղաքական ինչ-որ պատուհան է բացվելու փոփոխություններ իրականացնելու, իրենք արևմուտքից կարող են աջակցություն ստանալ եւ փորձել փոխել Փաշինյանին արևմուտքի աջակցությամբ ԿՊ-ից ստանալով ձայներ։ Այս իմաստով ամենահավանական տեխնացուն համարվում էր Արման Թաթոյանը, Սերժ Սարգսյանի կողմից աջակցություն վայելող, եւ
Ինչու Արման Թաթոյանը, որովհետև ինքը բավական ջերմ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, եթե հիշում եք, անգամ Նիկոլ Փաշինյանին խորապես ծառայող դիմադրության շարժման ժամանակ, բոլոր շարժումների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններ չնկատող, ժողովրդավարությունը իբրև թե գովերքող Անդրեա Վիկտորինին, Եվրոպայի դեսպանը, բավական ջերմ հարաբերություններ ուներ Արման Թաթոյանի հետ։ Եվ եթե հիշում եք, Արման Թաթոյանն էլ մինչև իր պաշտոնը թողնելը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերաբերյալ որևէ հասցեական կոնկրետ հայտարարություն չի արել, այսինքն չի եղել հայտարարություն, որ ընդդիմության նկատմամբ այսպիսի բռնություն է լինում, դա արդեն հետո պաշտոնը թողնելուց հետո եղավ, մարդիկ իհարկե ժամանակագրությունը մի փոքր խառնում են, ասենք անցյալ տարվա Արման Թաթոյանի հայտարարությունը համարում են մի Արման Թաթոյանի հայտարարություն։ Այս սցենարը ինչպես եք դուք տեսնում, որովհետև Սերժ Սարգսյանի խոսքից ակնհայտ է, որ որոշակի բաներ փոխվել են, որ իրենք ստիպված են եղել իրենց տեխնացուն առաջադրել։ Հիմա անունի մասին ես տեղեկություններ չունեմ, անկեղծը չեմ կարող շատ հստակ ասեմ, ինչ անունի շուրջ է իրենց համախմբում եղել Արման Թաթոյանի կամ իրենց կուսակցության, ասինքն գործադի մամլից ինչ-որ մեկի շուրջ, չեմ կարող հիմա ասել, բայց այն որ Դավիթ Համբարձումյանը հաստատ իրենց այդ ասկզնական շրջանից իրենց տեխնացուն չեղել, կարծում եմ դա բոլորս էլ գիտենք հաստատ այդ բանը։ Այն որ իրենք իշխանության չեն ձգտում, կարծում եմ դա էլ նույնքան ծիծաղելի հավակնություն է եղել, հանրապետական կուսակցությունը, այդպես ասած, իշխանության չձգտի, այդ կարծում եմ մի քիչ կարծում եմ չի կարելի այդպես հավատալ, որ այդ հարցում են իրենք անկեղծ են եղել այդ հայտարարության մեջ։ Բայց կարծում եմ հիմնականում այո, ձեր ասացում եք ինչ-որ ճշմարտություն կա այն բաժնում, որ ես կարող եմ հաստատել, որ այս մարդիկ չէին հավատում կամ չէին կարող ենթադրել, որ Հայաստան դաշինքը կգա կմիանա այս նախաձեռնությանը, հենց ուղղակի եթե հետևեք, որտեղ ես ամբողջ իրենց լայվերին հարցազրույցներին հետևում եմ, հատ-հատ իրենց նախադասությունները այդպես հիշում եմ, ինչեր են ասել եւ երբ ինչի մասն են հայտարարել, շատ հստակ է իրենց հարցազրույցները, կողմից Նարեկ Մալյան ասում, որ ինքը ընդհանրապես չէր ակնկալում, որ Հայաստան դաշինքը սկզբից չի հավատացել, որ Հայաստան դաշինք կգա եւ կմիանա այս նախաձեռնությանը։ Այսինքն ի սկզբանե սկսել են այս նախաձեռնությունը այն պատկերացման, որ մեկը մենք կհայտարարենք Հայաստան դաշինքը չի միանալու եւ դա դառնալու է պատրվակ մեր ձեռքում, որ տեսակ մենք ունեինք գործնական միջոց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց Հայաստան դաշինքը եկավ, տապ չմիացավ, տապալեց մեր գործընթացը եւ կասնենք այդ այն բանի, որ դուք ասաք, ասենք աշնանը այդ աշխարհակական փոփոխություններ եւ արդեն իրենք Հայաստան դաշինքին խիստ հարվածների տակ առած իրենք կգան առաջին պլան եւ կփորձեն ներկայանալ որպես գլխավոր ընդդիմադիր ուժ։ Բայց կարծում Հայաստան դաշինքի հայտարարությունը, որ իրենք պատրաստ են հիմա շատ որոշակի պայմաններով, որ իսկ կարծում եմ շատ խիստ տրամաբանական պայմաններ են, այդտեղ որևէ սխալ բան չկա, հայտարարեցին, որ իրենք պատրաստ են միանալուց, հիմա շատ ծիծաղելի է, որ մարդիկ երեք է Սեյրան Օհանյանն ասել է, որ մենք պատրաստ ենք մեր ստորագրությունները դնենք, ոչ մի խնդիր չունենք, այդ հայտարարությունից հետո էլի հանգիստ չեն առնում, էլի փորձում են այս թեման շրջանառության մեջ դրել, իբր հիմա ուրիշ բաների մասին խոսել, իսկ կարծում եմ ամբողջ այդ պահանջները, որ դրված է, շատ տրամաբանական են, որ ասում են պահանջադրվել դուք գնացեք 8 պատգավորի ստորագրություն բերեք, շատ պարզ է, ինչ Հայաստան դաշինք կոչի նախաձեռնողը, որ ինքը ստորագրության թղթի տակ առաջին իր ստորագրության դնի։ Բնականաբար, եթե նախաձեռնող դաշինք կա, որ դա պատիվ ունեմ դաշինքն է, առաջ պետք է իր ստորագրությունները այդ տակը դնի, երկու հատ էլ ուրիշ ստորագրություն պետք է բերի, որ այդպես այդ 28 ստորագրությունը, որ Հայաստան դաշինքին է գամիան, այդ ոչ մի անտրամաբանական բան չկա, կամ այն որ պահանջադրել, որ ասենք ժողովրդին ինչպես է փողոց դուրս բերելու, որտեղ առանց ժողովրդի փողոց դուրս բերելու, կարծում եմ նույնիսկ Անխելքն չի կարող պատկերացնել, որ որից է ԿՊԱ-ական կգա կմիանա այս նախաձեռնությանը։ Հետաբար դրա մասին էլ պետք է ասեն եւ իդեպ հենց իրանք են առաջին օրվա իրենց լայվերից ու հարցազրույցներից թե Նարեկ Մարյանը թե Էդգար Ղազարյանը խոստում են տվել, որ փողոց գեներացնողներ կա, ես ինչ գիտեմ, երացնողներ կա, ԿՊԱ-ականների հետ բանակցողներ կա, իրենք այն սկզբնական փուլում ասում են մենք ամեն գործերը մենք անելու ենք, դուք միայն նախաձեռնությունը սկսեք։ Հիմա կամաց եթե նայի ժամանակի ընթացքում իրենց բոլոր այդ խոսքերից հետ են նահանջել եւ ասում են դու մեզ ինչ կապ ունի, մենք միայն նախաձեռնողն ենք, դուք գնացեք խոսեք։ Այդ բոլոր պահանջները, որ այդտեղ ներկայացված է, իրենց հարցազրույցների եւ լայվերի միջից կատարած հայտարարություններից է դուրս եկել, իսկ կարծում եմ այդտեղ որևիցե անտրամաբանական բան չկա եւ ես վստահ եմ, որ եթե այդ 8 ստորագրությունները դինեն, այսինքն նախաձեռնությունը բերի, Հայաստան դաշինք կմիանա այդ նախաձեռնության։ Հիմա դու տեսենք դրանից հետո ինչ են անելու, բայց ես համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ընդհանրապես ազգային ժողով չի մտնելու, որտեղ ի սկզբանե դրա նպատակը չի եղել, որտեղ իրենք ինձանից շատ ավելի լավ գիտեն, որ
այս նախաձեռնությունը ազգային ժողովում հաջողության որևէ շանս չունի։ Մի հատ նայեք Նիկոլ Փաշինյանի այս վերջին գրառումները, որ կատարում է հասարակությունը, այսպես ասած, սրելու, քաղաքացիական պատերազմ սրելու միտում ունի, շատ հստակ է, որ եթե հասցի իրավիճակը մետեղ, որ ինքը զգա այս նախաձեռնությունը մտնում ազգային ժողով, մի հատ ներքին այսպես սադրանքը կազմակերպելու, մի հատ այսպես ասած ներքին արտակարգ դրություն հաստատելու, այդ դեպքում լրիվորեն impeachment ամենը հոց ցնդելու եւ արդեն էլ որևէ բան չի կարելի լինել միջև ընտրությունը։ Այդ նախաձեռնությունը ոչ հաջողության շանս ունի, ոչ կարող է մտնել ազգային ժողով եւ կարծում եմ նպատակը ընդհանրապես ուրիշ մի բան է եղել սկզբից։ Ալեն Սիմոնյանը օրերս այսինքն հունիսի 7-ին ֆիքսել էր, որ հետհաշվարկը սկսված է ընտրությունների հաջորդ տարի այսօրը տեղի կունենան ընտրություններ։ Ձեր գնահատմամբ ինչու էր այդ արձանագրումը արվել, ում էր դա պետք։ Իսկ կարծում սա շատ հստակ կերպով ընտրությունների մեկնարկի մասին հայտարարում, բոլորս գիտենք դες մարդիկ արդեն պատրաստվում են ընտրությունների համար, գուցե այդպիսի հայտարարություն էր, որ արտահերթ չի լինելու, ուզում են վստահեցնել, որ արտահերթի այլևս չեն գնալու, մենք հերթական ընտրությունների համար ենք պատրաստվում եւ որևիցե այդպես ասած գործընթաց թույլ չենք տալու այդ ընթացքում, որը կխանգարի միջև ընտրություններ։ Իդեպ ես չեմ անում Ալեն Սիմոնյանն այն կարող այդպես ասած դեմքը, որը պետք է այդ ընտրությունների թվականի մասին պաշտոնապես հայտարարի, թե կենտրոնական ընտրական հանձնաժողով, որքան ես գիտեմ, ուսան տեղեկություններ սխալ չի, այդ կառույցը, որը պետք է ունի պաշտոնապես լիազորություն թվական ընտրությունների թվական հայտարարելու, դա ես կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որ պետք է այդպես պաշտոնապես հայտարարի, բայց հիմա մի քիչ էլ ավելի շուտ է նշանակել, որտեղ եթե նկատի առնենք հունիսի նախորդ տարի անգամ հունիսի 20-ին է տեղի ունեցել, շատ ավելի շուտ, այսինքն 5 տարվանից գուցե մի 20 օր էլ ավելի շուտ է նշանակել մոտավորապես ընտրությունների թվականը մի 2 շաբաթ, բայց հիմա չափ պիտի սպասենք, տեսենք ինչ նպատակ են հետապնդում, մի քիչ կարծում եմ սպասենք ավելի հստակեցումներ կլինի։ Պարոն Մարկյան, եթե հիշում եք այս նախաձեռնությունը սկսող երկու անձինք ի սկզբանե հաճախ տալիս էին Արտուր Վանեցյանի անունը եւ տպավորություն էր, որ սա կարող էր Արտուր Վանեցյանի հետ համագործակցաբար տեղի ունենալ։ Երեք մենք սրա մասին նաև հոդված էինք գրել։ Դուք այնտեղ հարցադրում ունեիք իհարկե Արտուր Վանեցյան։ Ես չգիտեմ Արտուր Վանեցյանի փոխարեն ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, բայց այստեղ նկատեցիք ձեզ համար նկատել էր որոշակի տարանջատում, թե ոչ, որովհետև ինչ որ պահի ինձ համար գոնե սпасելի էր, որ Արտուր Վանեցյանը կհամաձայնի առաջադրվել այս գործընթացում։ Իհարկե ինձ համար դա որպես Արտուր Վանեցյան գործչի ավարտ կլիներ, որովհետև եւս մեկ անգամ մտնել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սկսած խաղի մեջ, դա իր համար վերջնականապես լինելու էր այսպես ռուսերեն խոսքա, հələ հայերեն կլներ պիտակ, հա, որ այլևս ինքը Սերժ Սարգսյանի առանցքից չի կարող դուրս գալ, այսինքն եւ դու Սերժ Սարգսյանի բանը պիտակը այդքան հեղինակավոր չի Հայաստանի քաղաքական դաշտում, անձնապես պիտակը չեմ ասում, քաղաքականի մասին է խոսքը, ի վերջո հասարակությունը մերժել է իրեն 2018-ին, մերժել է 2018-ի դեկտեմբերին, իրենք չեն անցել խորհրդարան, մերժել է 2021-ին եւ իրենք խորհրդարան են անցել միայն օրենքի ուժով, հա։ Այստեղ դուք ինչ որ բան տեսաք, թե ոչ, տարանջատում, թե Արտուր Վանեցյանը շարունակում է մնալ այդ դաշտում։ Հաստատ այդ տարանջատումը կա, չէ, կարելի է նկատել, որից է մեկ կարծում եմ հիմա չի ցանկանում փոխկապակցվել հանրապետականի հետ դժբախտաբար։ Միակ ուժը, որ կարծում եմ կարող է փոխկապակցվում եւ չի լամանչում դրանից կամ չի քաշվում կամ այդպես համարձակորեն հայտարարում է, դա Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ն են, որոնք դաշինքը հանրապետականի հետ այս պահին շատ ակնհայտ այդ նայեք ինձ լրատվամիջոցների այդպես ասած հյուրերը, որ գնում են գալիս են իրար մոտ, շատ հստակ է, որ այդ դաշինքը իրենց մեջ գոյություն ունի, այլապես ուրիշ որից է քաղաքական ուժ գոնե բացահայտ կերպով չի ցանկանում իր անունը որից է կերպ ասոցացվել, որովհետեւ գիտի դրա արդյունքում հաջորդ ընտրությունների ժամանակ դա բացասաբար է ազդելու իր վրա եւ բացասական էֆեկտ ունենալու։ Ես կարող եմ շատ քննադատություն ունենամ Արթուր Վանեցյանի կապակցությամբ ու այդ գրառման հետ կապված ինչ որ դուք եք ասում, ես հավատացած եմ ինքը շատ բաների մասին կարող է խոսել եւ շատ բաներ կարող ասել, որ չի ասում, չի խոսում, բայց ամեն դեպքում ես իրան համարում եմ քաղաքական գործիչ եւ վստահ եմ, որ չէր անի մի քայլ, որը իր քաղաքական ապագան կտանի հարցականի տակ։ Impeachment-ի գործընթացի մեջ մտնելը, կարծեմ ցանկացած լուրջ մարդ կհասկանա, որ դրա արդյունքը լավ բան չի լինելու։
Եթե հաստատ հաջողության, այդպես հաստատ շանս կար, միակ հաջողության հաստատ շանսն է, որ ԿՊ-ի հետ գործարքի մեջ լինեն իրենք, այսինքն Նիկոլի հետ նույն տարբերակով ասեն 2018-ի, ասեն Նիկոլ ասի, ես բավարար ձայներ կտամ, որպեսզի դուք դառնաք, ես չգիտեմ, ձեր տեխնատուն դառնա վարչապետ, պիտի խաղաղ ռադարեք ես երթամ, ապահով միջանց տվեք։ Միակ տարբերակը դա որ կարելի է պատկերացնել, որ impeachment-ը կարող է ազգային ժողովում հաջողության ունենալ եւ ԿՊ-ական պատգամավորների ձայն են տալու։ Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը չէր մտնի այդ խաղի մեջ, որ հետո այդ տարբերակով փորձեին իրեն դարձնել վարչապետ, քանի որ հետո կարծեմ հետո շատ ուրիշ հարցեր կառաջանան այդտեղ։ Հաջորդ տարբերակը մերը որ դառնար տեխնացու եւ այդտեղ ցախողեր եւ բնականաբար արդեն ինքը կդառնար վարված թուղթ եւ դուրս կգար, այսինքն այլևս քաղաքական կարիերան այդտեղ պետք է փակվեր, որտեղ կգնար ազգային ժողով, այնտեղ այդ ԿՊ-ական լակոտները ինչ ասելու էին ազգային ժողովում իր երեսին այդ քննարկումների ժամանակ հեղինակազրկելու էին եւ դրանից հետո այն քաղաքական ասպարեզում ասելիք չէր ունենալու։ Կարծում եմ իր մոտեցումը շատ ճիշտ էր, տարանջատվել այս պահին այս քաղաքական գործընթացներից, մնալ առանձին եւ նախապայմաններ դնել, որոնք բնականաբար չէր իրականություն տեղադրում, չասելով հանդերձ, որ ինքը չի մասնակցում այս նախաձեռնության impeachment-ին, բայց ամեն դեպքում շատ պարզ էր, որ ինքն էլ հասկացավ, որ այս նախաձեռնությունը որից է շանս չունի, ինքը լավագույն դեպքում դառնալու է մի միջոց ինչ-որ քաղաքական նպատակներ շահարկելու համար եւ արդյունքում իրեն ոչնչացնելու են քաղաքականապես եւ կարծում եմ տարանջատվեց եւ հիմա ինչպես ինքն էլ արդեն հայտարարել է, փորձում է անջատ գնալ ընտրությունների, հիմա կգնա որքան էլ որ հնարավորություն ունենա կկարողանա, չի կարողանա արդեն այդ ընտրությունները կապացուցել։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մարկարյան, Ես եմ շնորհակալ։ համար ես հիշեցնում զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանից,